պետություն։ Իմ հարցը հետևյալն է, հետևյալից սկսենք։ Ձեր գնահատմամբ հայկական աշխարհի փլուզումը ինչ աստիճանի է, ինչքան է օտարացած Հայաստանի Հանրապետությունը հայկական աշխարհից, ինչքան ենք իրար օտարացած եւ բարձունակ կարող է հնչել, բայց մի սենց ենթահարց էլի։ Սփյուռքում, ասենք, կալանք տվող դատավորներ չկան, որ ավելի խեղճանան, Սփյուռքում չկան, չեն կարա քրեական գործեր հարուցեն, այս մեկի հրահանգով։ Սփյուռքը ինչի դառավ ավելի իներտ, ավելի դիտորդ իր իսկ պրոբլեմների, հայկականության պրոբլեմների, հա։ Եթե հնարավոր տեղից սկսենք, բայց խորքային ես ուզում եմ, որ դուք խոսեք անվտանգ հայկական աշխարհը որպես մեր նոր ազգային անվտանգության ուժեղացման տեսլական նոր իշխանությունը ունի այդ ռեսուրսը վերականգնելու այն, որ մինչև 18-ի, գոնե մինչև 18-ի հայկական աշխարհը։ Կանանքացել է վերջին ուրիշը դաշնակցությունն է։ Նախ ռեպլիկի կարգով պարոն Զաքարյանի հետ մի հարցում համաձայն չեմ, որ ասում հարցը տալիս, թե եթե զորավարժություններ լինեն, պայմանական հակառակորդ ով է, այս իշխանության պարագայում զորավարժություն պարզապես չի լինի։ Պարոն Զաքարյանը ղեկավարել է, պարոն Զաքարյանը անալի դեմքերից մեկն է եղել պաշտպանության նախարարության, եթե մոնիտորինգ անեք պաշտպանության նախարարության պաշտոնական զինուց ծրագիրը, որը հարկատուների գումարներով է ստորվում, կտեսնեք, որ ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա։ Երբեմնի մեր փառապան բանակի խոսափող զինուց ծրագիրը սկսվում է, որ ատեստացիայով ինչ-որ սպա սկսել է բարձր աշխատավարձ ստանալ, վերջանում է, որ եւս 3 աղջիկ գնացել են ծառայության ինչ-որ 1 միլիոն, 1.5 միլիոն դրամի հաշվին, ու վերջ։ Մեկ թիթիզ բաներ, ֆորմայի։ Պարոն Հովհաննիսյան, իրականում շատ անկյունակարային հարց է, գործընկերներս տարբեր անվտանգային շերտերի անդրադարձան, մի քիչ կընդհանրացնեմ ավելի։ Գիտեք, անվտանգության մեծ սպառնալիքների մեջ այսօր մի օրինակի վրա ասեմ, այսօր ականատես եմ եղել մի զրույցի, մեկը մեկին ասում էր, որ մոտ ազգական է մահացել, բայց սա չեմ գնալու։ Հարցրեց ինչի, ասեց երեխեքը նիկոլական է։ Ասեց երեխաները, որտեղ նիկոլական են։ Իրականում սփյուռք հայրենիք պառակտվածությունը առանձին վիհեր ներ հայաստանյան պառակտվածությունը, որտեղ նախորդ 30 տարիներին քաղաքական պայքարը որքան էլ դժվար է եղել, որքան էլ ճակատի է եղել, երբեմն նաև զոհերի է հանգեցրել, բայց երբեք քաղաքականությունը ներհասարակական, ներընտանեկան պառակտվածության պատճառ չի դարձել։ Վերադառնալով Սփյուռքի։ Իրականում այսօր էլ լուրջ մտքի գեներացիա կա Սփյուռքում։ Սփյուռքում լուրջ խմորումներ կան, ինքնագնահատման, ինքնափնտրության, այսպես ասեմ, որովհետև ի վերջո 20 թվականի 44-օրյա պատերազմից այդ ողբերգական արդյունքներից հետո Սփյուռքը լուրջ մի մեր ճգնաժամի առաջ է կանգնել։ Ես միշտ Սփյուռքի հիասթափության օրինակը միշտ բերում եմ Հալեպում Արամ Մանուկյան դաշնակցության մեծ կենտրոն կա, մի քանի հարկանի շենք է, որի ռեստորանը կոչվում է Սպիտակ։ Եվ ինչի է կոչվում Սպիտակ, որտեղ համահալեպահայ նվիրատվություններով, երբ որ սկսել են շենքը կառուցել, որ այսօր հայության հավաքատեղին 88-ի երկրաշարժն է եղել, եւ ամբողջ շենքի շինարարությունը կանգնեցրել են, եւ ամբողջ ներուժը հալեպահայությունը ուղղել է հայրենիք, ինչպես Սփյուռքի բոլոր գաղութները։ Եվ հետո միայն երբ որ շարունակել է շենքի կառուցումը, շարունակությունը, դրա համար հիշատակ Սպիտակի երկրաշարժի այդ ճաշարանը կոչվում է Սպիտակ։ Եվ իրականում 30 տարի Սփյուռքը մի կանգնեցրել է իր զարգացումը, ներքին շենացումը, հազար մի տեսակ կառույցների վրա աշխատանքը
այդ ամբողջ ներուժը ուղղելով հայրենիքին։ Եվ 44-օրյա պատերազմից հետո բնականաբար ինչպես շատերիս մոտ փլուզում է, այլևս չկա Արցախ, այլևս չկա այդ 30 տարվա պայքարը։ Երբ պետք է շատ անկեղծ ասեմ, պարոն Զաքարյանը շատ լավ ճանաչում է, Ամերիկայի հայդատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում աշխատում է Էլիզաբեթ Չուրջան անունով Ամերիկայի մեր ընկերուհի, որ Էլիզաբեթը մատոր է եղել տարիներ շարունակ, հայ հեռուստադիտող Էլիզաբեթին գիտի, որովհետև ամենահասանելին եղել լրատվամիջոցների, պարոն Զաքարյանը տեսել է հայոց ցեղասպանության բանաձևի քննարկում եւ քվեարկությունը ոնց են կազմակերպում, ես Էլիզաբեթի հեռախոսահամարը երբեք հեռախոսումս չեմ բարել, բայց անգիր գիտեմ մինչև հիմա, ամերիկյան համարներն է երկար են, որ գրեթե 2 օր, մեկ տարիներ շարունակ ես Էլիզաբեթի հետ խոսել եմ հեռախոսով, ու պետք է անկեղծ ասեմ, 44-օրյա պատերազմից հետո ես երես չեմ ունեցել Էլիզաբեթին զանգահարել, երես չեմ ունեցել, որովհետև եւ ինքը մարմնացումն է իմ համար նայած Սփյուռքի, որովհետև ես չգիտեմ ինչ կա, ինչ ասել, մարդ որ իր 24 ժամ իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է ամերիկյան կոնգրեսում, պետական կառույցներում, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հայ ժողովրդի, այդ ամբողջ աշխատանքի։ Ես էլ ինձ համարում եմ որպես ամբողջ Հայաստանի հայաստանցու մարմնացում երես չեմ ունեցել։ Եվ շատերի դեպքում է այդ մեծագույն պրոբլեմը։ Երկրորդ վտանգը, որ կա, որ այսօր մեր երկրում տեղի ունեցողի շարունակությունն է։ Նայեք, եկեղեցու դեմ արշավը դուք վերնագիր ես քննարկման դրել եք Հայաստանի եւ հայության։ Իրականում լրջագույն սպառնալիք է ամբողջ Սփյուռքի համար։ Իրավական առումով սպառնալիք է, որովհետև 2-3 թեզեր, մեկ, որ մայրաթոռը, չգիտեմ, տարբեր եպիսկոպոսների KGB-ի գործակալ են, այլ երկրի ենթարկվող են։ Ի վերջո ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցին համահայկական են։ Ամենայն հայոց կաթողիկոսն է աշխարհի տարբեր թեմերում թեմակալ առաջնորդ նշանակում, հոգևորականներ գործուղում եւ բոլոր երկրների անվտանգության մարմինների համար այս անուղեղների այդ ամբողջ ներքին պայքարը եկեղեցու դեմ դառնում է լուրջ մտահոգության գործիք, որովհետեւ եթե գործակալ է, եթե այլ երկրի գործակալ է, նշանակում է իր գործակալական ցանցը ամբողջ աշխարհով է։ Եվ եւս մի բան կա, այդ նույն շրջագծում թե վայ ինչի է այլ երկրի քաղաքացի եւ սպառնալիք է մեր բոլոր թեմերի համար, նվիրապետական աթոռների համար, որտեղ սրանց ուղեղում այդ չկա Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, կշիռը համահայկական հայ ժողովրդի ամենամեծ զենքերից մեկը, ամենամեծ ուժականություններից մեկը, սրանց ուղեղը չի ասում, որ իրեն ներքին եկեղեցու դեմ պայքարով իրեն լուրջ սպառնալիք են Պոլսո պատրիարքությանը, որտեղ Պոլսո պատրիարք կարող է ընտրվել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։